թխել են կարտոշկայից։ Սա գարե հացն է, գարենաղացը և թխել են, իսկ սրանք թափթափակ կոչվել են արդեն ցորենից պատրաստված հացերն են։ Սրանք բոկոններն են, պատրաստված են ցորենի ալյուրից։ Այս բոկոնները, հացերը թխվել է թոնիրով։ Գտնվում ենք հացի թանգարանում, որը տեղակայված է Փանիկ գյուղում։ Պետրոս Նահապետյանի անվան թանգարան է կոչվում մեր թանգարանը։ Մեր մոտ զետեղված են տարբեր տեսակի հացատեսակներ։ Տիկին Աննա, հիմնականում ձեր գյուղի հացատեսակներն են ցուցադրվում, թե այլ տեղերից ևս պեղել եք, բերել եք այդ հացատեսակները և ամենահին հացը որն է, որ Չէ, հիմնականում մեր մոտի հացատեսակներն են եղել, ամենահինը գարեհացն է, կարտոշկով հացը, որոնք թխել էին շատ շուտ, քանի որ այն ժամանակ ալյուրը չի եղել, սակավ է եղել, քիչ եղել, դրա համար թխել են կարտոշկով և գարեհաց, իսկ հիմա թխում են ալյուրից հացերը, տարբեր տեսակի։ Առաջ թխել են թթխմորով հացատեսակները, իսկ հիմա խմորիչով ու արդեն գնում են տեխնոլոգիաների հետևից, սարքերով են թխում, հացերի համար նախատեսված սարքեր կան, բայց գյուղում կան էլ մարդիկ, որ թխում են թոնիրով հացեր։ Ձեր թանգարանում հացի արտադրության, այսպես ասած, զարգացման փուլերն են ներկայացրված։ Այստեղ հացեր կան, որ հասել են մինչև մեր օրեր, իրանք հին են, մատնաքաշը։ Մատնաքաշը, դոսոմինը, շատ հին հացեր են, ահագին պահպանվել են մեր հին հացերը, հացատեսակները։ Ովքեր են լինում ձեր թանգարանի այցելուները։ Դպրոցի երեխաներն են, դրսից եկող հյուրերն են, տուրիստներ են, ովքեր իմանում են, գալիս են, որ մենք ունենք հացի թանգարան, դրա համար գալիս են տեսնելու մեր թանգարանը։ Ոչ միայն հաց, այլ ամեն ինչ զետեղված է, խեցեղեն, կավի ծամաններ, հետո դրամները, հետո ինչ-որ նախատեսված է ալյուրից պատրաստված, որ պատրաստել են տանը, օրինակ էրիշտան, ձավարը, աղանձը, փոխինձը, սրանք հացատեսակից պատրաստված բաներ են, որ պատրաստել են մարդիկ իրենց տներում։ Այստեղ էլ դրել ենք մեր գյուղատնտեսական գործիքները և նրանք կարասները, որոնց մեջ պահել են պանիրներ, յուղ, այս գործիքներով արտերը վարել են, առաջներում էլի, ոչ հիմա, նրանով ծեծել են ցորենն ու առանձնացրել են, նրանք մեր հացին պատկանող պարագաներն են, որոնցով հաց է թխել մեր